Ես ուզում եմ ուղղակի հավելել իմ գործընկերու ներկայացրածին, որ երբ որ մենք մարտի 5-ին ծրագրային մոդուլով ընտրենք բանկ, մենք ունենք 12 կենսաթոշակ վճարող բանկեր։ Ընտրությունը ոչ թե 12 բանկերի միջև է լինելու, այլ այն բանկերի, ովքեր արդեն իսկ սուրհանդակային ծառայություններով պատրաստ կլինեն այդ առաքումները կազմակերպել։ Այսինքն այն խնդիրը, որ դուք ասացիք, գոնե այսքանով մարտի 5-ին ընտրածների մասով չի լինի։ Գտնեն են բանկերը, որոնք պատրաստական են այդ մատուցել այդ ծառայությունները։ Այդ բանկերն էլ, ասենք, ենթադրենք 3 բանկա, 4 բանկա, 5 բանկա ընտրվելու են այս սկզբունքով, թե այդ հասցեի բնակավայրում հաշվառված կենսաթոշակառուները, որ բանկերն են նախընտրում։ Եւ այդ ում համար բանկ այնուամենայնիվ հաշվի առնելով տարածաշրջանային բաշխվածությունը միևնույն է այդ բանկերն են ընտրվելու, որոնք որ այսպես ասած հարմար կլինեն իրենց ներկապահին կարող ենք արձանագրել, որ եթե քաղաքացին ունի խնդիր դժվարություն, առաջինը կարող է զանգահարել միասնական սոցիալական ծառայության գրասենյակ, հաջորդիվ արդեն դուք կուղղորդեք ինֆորմացիա կտաք, որ բանկն ունի սուրհանդակային ծառայություն։ Ես դրա մասին էի ուզում հենց ասել, որ ներկապահին ամենօրյա աշխատանքներ են իրականացվում, միասնական սոցիալական ծառայությունը իրեն հասանելի ողջ տեղեկատվությունը համադրում է, ամփոփում է եւ վերջնական ունենալու համար են քաղաքացիների շրջանակը, որոնք որ ըստ էության կունենան բանկային քարտի առաքման ծառայության կարիքը եւ ինչու՞ չէ նաեւ միասնական սոցիալական ծառայության օժանդակությունը ու ներկա փուլում նաեւ տարածքային կենտրոնների աշխատակիցների միջոցով շատ այսպես օպերատիվ կարգով ճշտվում են քաղաքացիների հեռախոսահամարները, կապ են հաստատվում նրանց հետ, իրականում ճշտելու արդյոք քաղաքացիները ունեն տեղաշարժման խնդիրներ կամ որևէ այլ օբյեկտիվ խնդիրներ, որոնք որ նրանց կխոչընդոտեն բանկային հաշվի պայմանագիրը կնքելու գործընթացում ու այդ վերլուծական աշխատանքների ընթացքում պարզվել է նաև, որ որոշակի շահառուներ չունեն վավեր անձահաստատող փաստաթուղթ, խոսքը գնում է մոտավորապես 2500 քաղաքացիների մասին, ես հորդորում եմ այս քաղաքացիներին նույնպես խնդրում ենք նրանց, եթե հնարավորություն ունեն, փորձեն անձահաստատող փաստաթուղթը ձեռք բերել ինքնուրույն, եթե այս քաղաքացիների շրջանակներում կլինեն անձինք, որոնք նույնպես կունենան տեղաշարժման սահմանափակումներ ու չեն կարողանա անձահաստատող փաստաթուղթը վավեր անձահաստատող փաստաթուղթ ձեռք բերել մինչև ապրիլ ամիսը, մեր ներքին գործերի նախարարության գոլեգաների հետ միասին բանակցությունների արդյունքում համատեղ ջանքերով նրանց նույնպես անձահաստատող փաստաթղթի տրամադրման գործընթացը կիրականացվի անձնագրային շրջիկ անձնագրային կետերի միջոցով միասնական սոցիալական ծառայության օժանդակությամբ։